Հովանավանքում կարգալույց հոգևորականի եւ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ տեղի ունենալիք Կիրակնօրյա պատարագից առաջ Մայրաթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը հայտնել է. մեջբերում բոլոր օրինական ճանապարհները օգտագործվելու են առաջիկա Կիրակի հոկտեմբերի 26-ին Հովանավանքում հոգևոր աղոթական կյանքը վերականգնելու եւ եկեղեցում ծառայող օրինավոր քահանայի կողմից Սուրբ Պատարագ մատուցելու համար։ Տեր Եսայի Քահանան բոլորին հրավիրել է Սուրբ Հովանավանք մասնակցելու Սուրբ եւ անմահ պատարագ Կարգալույց քահանան երեք հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել եկեղեցին եւ Կիրակնօրյա պատարագը ինքն է մատուցելու։ Ձեւոր վերջացրեցին գնացեք այստեղից։ Մեր նպատակը 6 տարվա դատավարությունից հետո դատարանը վճռել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Նա մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Դատարանը նաև վերացրել է կալանքը գրավով փոխելու միջնորդությունը եւ նշանակում է, որ մինչեւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը Համբարձումյանը պետք է վերադառնա կալանավայր։ Համբարձումյանն այժմ Մոսկվայում է եւ հայտարարել է, որ չի պատրաստվում խուսափել։ Հոկտեմբերի 28-ին վերադառնալու է Երևան։ Ամիսներ առաջ ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը Դավիթ Համբարձումյանին առաջադրել էր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսելուց առաջ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Համբարձումյանի դեմ կայացված դատավճռին եւ զարմացել, թե ինչպես է քրեական բարույթով անցնող անձը լքել երկիրը։ Համար տարակուսել է, ինչի է ինքը կարողացել դուրս գալ եւ գնալ։ Ինձ համար այդ հարցն է հետաքրքիր։ Իսկ դեռ ո՞ց ստացվել, որ ինքը այնուամենայնիվ քրեական գործով անցնելով կարողացել է հատի սահմանը, այդ հարց է, որը որ պետք է դրա պատասխան։ Դե եթե ինքը իրոք երկրի համար պայքարող անձնավորություն է, դե կգա եւ ախտնելու ինչ ունի։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Հանդիպանը մասնակցել են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հարցերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերեն եւ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դեվինազը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր, ընդգծելով, որ դինամիկ զարգացող հարաբերությունները ընդգրկում են առանցքային բոլոր ոլորտները։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի զարգացումներին։ Ավարտին Միրզոյանը գրառում է արել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում ոսկե գրքում։ Նախ սկսեմ նրանից, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Աննայիդ Մինասյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով հարուցվել է վարույթ։ Հանձնաժողովի կողմից վարույթի հանգամանքների եւ դիմողի ինքնության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։ Հայաստանում հանրահավաքներ են տեղի ունենում ոչ միայն բեռնատարների վարորդների, այլև այլ շատ ավելի լայն հարցերի համար։ Ինձ թվում է, որ Հայաստանում դա միակ խնդիրը չէ, պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայ վարորդների խնդրին առնչվող հարցին։ Բոլորը իհարկե նպատակաուղղված են արագ կարգավորմանը, սակայն վախենամ, որ ոչ ոք ի վիճակի չէ ճշգրիտ ամսաթիվ նշել, թե երբ կլուծվի խնդիրը, հավելել է Զախարովան։ Հայ վարորդները երկու անգամ կառավարության դիմաց ցույցից հետո փակել էին Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերի ճանապարհները բեռնատարների համար։ Հետո, երբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ հարցը քննարկվելու է ԵԱՏՄ-նիստում, որոշել էին բացել ու սպասել։ Գյումրու համայնքապետարանի եւս 3 աշխատակից ձերբակալել են, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնել է քննչական կոմիտեն։ Ըստ կոմիտեի ձերբակալվածները քաղաքապետարանի մյուս աշխատակիցներին ցուցում են տվել, որպիսի հրանգավորեն մանկապարտեզների տնօրեններին սաներին տուն ուղարկել, միանալ հավաքին եւ թույլ չտալ ձերբակալել համայնքի ղեկավարին։ Что касается Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները ավելի հասուն են դառնում, բայց դա չի նշանակում, որ որևէ տարածաձայնություն չկա, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Մենք փոխվում ենք, մեզ շրջապատող աշխարհը փոխվում է, հարաբերությունները ինչ-որ նոր հատկանիշներ են ձեռք բերում։ Չեմ վախենա ասել, որ դրանք ավելի հասուն են դառնում։ Դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվում են, որ չկան տարաձայնություններ, ինչ-որ թյուրիմացություններ։ Դրա համար էլ քննարկումներ են ընթանում։ Դա նորմալ է։ Գլխավորն այն է, որ պետք է շարժում լինի երկու կողմից։ Տանգոյի համար երկու հոգի է անհրաժեշտ, ընդգծել է դիվանագետը։ Ազգեր Հայաստանի վերանկախացումից ի վեր Հայաստանը դիմագրավող տագդապների եւ բևեռացումների նկատմամբ ներքին թե արտաքին մեծի տանն կիլիկո կաթողիկոսության տեսակետներն ու կեցվածքը միշտ եղել է հստակ եւ հետեւողական, հայտարարել է մեծի տանն կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը։ Հետևաբար Անտալիասը Երևանից հնչող թերադրանքների կարիք չունի։ Անտալիասն ինքն է որոշում իր ասելիքն ու անելիքը, մշտապես առաջնորդվելով մեր ժողովրդի եւ հայրենիքի գերագույն շահերով, արժեքներով եւ իդեալներով, ասված է մեծի տանն կիլիկո կաթողիկոսարանի տարածված հայտարարության մեջ։
Առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշում։ Իջևան-Բերդ ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Hyundai Magnich-ի ավտոբուսը։ Բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել անտառում։ 10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Դրանք շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ։ Մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, հայտնել է առողջապահության նախարարությունը։ Դուշանբեում կայացած հանդիպումից հետո այսօր Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հեռախոսով են խոսել։ Պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ Պուտինն ու Ալիևը շարունակել են հոկտեմբերի 9-ի զրույցը։ Երկու պետությունների ղեկավարները վերահաստատել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման եւ համատեղ նախագծերի իրականացման փոխադարձ հանձնառությունը։ Պուտինն ու Ալիևը քննարկել են նաեւ տարածաշրջանային համագործակցության մասին մի շարք հարցեր։ Дорого обойдется, ним Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բուդապեշտի բանակցությունները չեղարկելու մասին հայտարարությունը։ сама встреча. Հանդիպման առաջարկն ու վայրի ընտրությունը արվել էին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ես համաձայնեցի այդ առաջարկին եւ արտահայտեցի իմ նկատառումները։ Նման հանդիպումներին պետք է լավ նախապատրաստվել։ Ինձ ու ԱՄՆ նախագահի համար սխալ կլինի այդ հարցին թե վերաբերել եւ հանդիպումից հետո դուրս գալ առանց ակնկալվող արդյունքի։ ԱՄՆ նախագահը որոշել է հանդիպումը կամ չեղարկել, կամ տեղափոխել։ Ավելի հավանական է հանդիպման տեղափոխումը։ Ինչ կարելի է ասել։ Միշտ էլ երկխոսությունը նախընտրելի է, քան արճակատումը, վեճերը, առավել եւս պատերազմը։ Надо сказать, что Անդրադառնալով նոր պատժամիջոցներին, Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ դրանք լուրջ հետևանքներ կունենան, սակայն տնտեսության ընդհանուր վիճակի վրա էականորեն չեն ազդի։ говорить о политической Այս քաղաքականությունը չի նպաստում ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, որոնք նոր էին սկսում վերականգնվել։ Կասկած չկա, որ ԱՄՆ վարչակազմի նման գործողությունները վնաս են հասցնում։ отношения, которые Ինչ վերաբերում է Տոմահակ հրթիռներին, եթե Ուկրաինան հարվածներ հասցնի Ռուսաստանին, պատասխանը լինելու է շատ լուրջ, եթե ոչ ապշեցնող, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Պուտինի հայտարարությունների ֆոնին Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանին հարվածելու համար իրենք երբեք չեն օգտագործել ամերիկյան հեռահար զենքեր։ Մենք օգտագործել ենք տարբեր զինատեսակներ, որոնք ունեն նույն հնարավորությունները, բայց դրանք եղել են բացառապես այն տարածքում, որտեղ ընթանում են ռազմական գործողությունները։ Ռուսաստանի ղեկավարի հայտարարություններին նաև անդրադարձել են Սպիտակ տանը։ Լրագրողները հարցրել են ԱՄՆ նախագահին, ճիշտ է, որ Ռուսաստանը պաշտպանված է ԱՄՆ-ի պատժամիջոցներից։ Նա պատասխանել է. Շատ ուրախ եմ, որ նա այդպես է կարծում։ Դա լավ է։ Կտեսնենք, թե ինչ կլինի 6 ամիս հետո։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփ-Պուտին երկկողմ հանդիպումն ամբողջապես չի հանվել օրակարգից։ Գիշերը Կրասնագորսկ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է բազմաբնակարան շենքի։ Հարվածի հետևանքով 5 մարդ վնասվածքներ է ստացել։ Վիրավորների մեջ կան նաև երեխաներ։ Միջադեպի մասին հայտնել է Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վարաբյովը։ Հնդկաստանի հարավում մարդատար ավտոբուսի մասնակցությամբ խոշոր պատահար է տեղի ունեցել։ Տարածված կադրերում երևում է, թե ինչպես է ավտոբուսը մոխրի վերածվում։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ ճանապարհատրանսպորտային միջադեպի հետևանքով կա ավելի քան 20 զոհ։ Վերջերս Գազայում խաղաղություն կնքած Իսրայելը այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարվածել է Լիբանանին։ ԱԹՍ-ները երկու նռնակ են նետել Խիամ շրջանի մոտակայքում աշխատող ինժեներական տեխնիկայի վրա։ Ըստ իսրայելական աղբյուրների հարվածների նպատակը սահմանի մոտ Հեզբոլա կազմակերպության ենթակառուցվածքների վերականգնման թույլ չտալն է։ Ավելի վաղ Իսրայելը հարվածել էր Լիբանանի մի քանի ենթակառուցվածքների, պատճառաբանելով, որ պայքարում են Հեզբոլահի դեմ։ Աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկը մարդանման ռոբոտների իր սեփական բանակը կունենա։ Նախատեսվում է, որ ռոբոտները ստեղծվելու են 1 միլիոն Optimus մոդելներից։ Tesla ընկերությունը արտադրությունը լիարժեք սկսելու է հաջորդ տարվա վերջին։ Ըստ Մասկի ռոբոտները մարդկանց ձեռքից կվերցնեն աշխատանքը։